Ողջույն սիրելի հայրենակիցներ, ուզում եմ իրար հետ խոսենք մի հարցի շուրջ, թե հայ իշխանությունները այսօրվա կարող են ինչ-որ մի բան անել, այսօրվա այս քաղաքական ուժը, որ հայ ժողովրդին օրինակ համախմբեն Հայաստանի շուրջ։ Հայ ժողովրդին, ասում են 10 միլիոն, Փաշինյանն ասում է, որտե է 10 միլիոն, որտե է գրած որ 10 միլիոն է, լավ 9 միլիոն, թող լինի 8, համախմբեն եղած Հայաստանի Հանրապետության շուրջ, այս Ինչի եմ սա ասում, որովհետև նոր նախագիծ է ներկայացվել, որով առաջարկում են, որ վերջին ընտրության օրվան վերջին 6 ամիսը, եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չի եղել, այսինքն 183 օր, 183 օր, եթե չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում, իրավունք չունենա մասնակցելու ընտրություններին։ Այսինքն ՀՀ քաղաքացիների միջև դրվում է տարբերակում։ Բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ, ասեն, բա ոնց է մենք ստե ենք ապրում, դուք ընդեից որոշեք եւ այլն, եթե դες ամեն ինչը հասկանում եմ, լավ, բարձ է։ Բայց մենք որպես պետություն գնացել ենք մի քայլի, որը շատ-շատերին է զարմացնում, դեռևս 2005-2007 թվականներին, 2005-ից սկսել է process-ը, 2007 թվականին ավարտվել է այդ process-ը, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս դեսպանատներում չեն բացվում ընտրական տեղամասեր։ Պատկերացրեք 100,000-ավոր մարդիկ քաղաքացիներ չեն կարող ընտրություններին մեր մասնակցել, խոսքը համապետական ընտրությունների մասին է գնում։ Այն ժամանակ նախագահական, հետո պարլամենտական, հիմա պարլամենտական կամ հանրաքվեներին։ Ոչ մի կերպ չեն կարող մասնակցել, եթե չգային Հայաստան։ Այսինքն ասում ենք ուզում ես, շատերն էին ինձ գրում Լոս Անջելեսից, Ամերիկայից, տարբեր նահանգներից, հիմնականում դե լոսում են ավելի շատ հայեր ապրում, Կալիֆոռնիայի նահանգում, բայց Ռուսաստանի Դաշնություն ամենաշատերի, Ֆրանսիա էլի շատ հայեր են ապրում։ Եվ այդպես շարունակ գրում էին, բայց ոնց մենք ինչպես կարող ենք քվեարկել։ Մենք ձեզ հետևում ենք, պարոն Մարուկյան։ Ոնց քվեարկենք, այ մենք ուզում ենք, բան ասեմ Ժորժ ջան, չեք կարող, պետքա գաք Հայաստան։ Պետքա գաք Հայաստան, եկեք Հայաստան եւ քվեարկեք։ Եվ եկանք հասանք 26 թվականի ընտրություններին։ Մի հատ կեղծ նարատիվ դրվեց, որ Ռուսաստանից 100,000-ավոր մարդիկ գալիս են, որ քվեարկեն ընդդեմ այս իշխանության, հա եւ դրա համար ահա բան ես ձեզ ասեմ, բոլոր տվյալներով ապացուցված է արդեն, որ նույն քանակի ավիաչղթներ են եղել։ Նույն սա հեքիաթ է եղել սուտ։ Մի երկու հոգու аэроպորտում բռնես են խոսացրել են, բան։ Եկել ես բան, հա ինչ որ մարդիկ եկել են, հաստատ եկել են։ Բայց այն թվերը, որ խոսվում է, այսինքն այդ նույն թվերի տուրիստ է եկել, հա, նույն քանակի։ Ուղղակի ոչ միայն տուրիստ է, այլ նաեւ ասում եմ, մտա գնամ քվեարկեմ։ Եվ ինչ տեղի ունեցավ, այդ Ղալմաղալ այդ խոսակցության այդ հայ հույ հարա եկել են դրսից մեր տեղը որոշեն, բան ես անկեղծ ասեմ։ Լինելու են բացահայտումներ, որոնք ցույց են տալու, որ այդ եկողների բավականին մեծ մաս տարբեր երկրներից քվեարկել են իշխանության օգտին։ Բայց մեկ է իշխանությունն այդ թեզը օգտագործելով Հայաստանի ներսում, Հայաստանի ներսի ընտրողներին նյարդայնացրեց, հանեց տներից դրանով եւ իր օգտին քվեարկեցին բավականին մարդիկ Նյարդային, որ դրսից մեր տեղը գալիս են որոշեն մեր դեմ բան, գնացել հակառակ քվեարկություն են արել։ Այսինքն, այս թեզը այս անգամ, դա նարազվիա, չէ՞, իշխանությունը մտածում ամեն անգամ։ Ինքը օգտագործել է Շահիրան։ Բայց մի հատ է դրանից բխեցել է մի բան, որ ասում ախպեր ջան, լա մի րոպե։ Կապ չունի, որ դու ՀՀ քաղաքացի ես, եթե դու դրսում ես ապրում, եւ վերջի 6 ամիսը չես եկել Հայաստան, հա, ուրեմն չես բնակվել այստեղ, ուրեմն իրավունք չունես քվեարկությանը մասնակցել։ Հիմա կարող ենք նայել միջազգային փորձ, ուսումնասիրություններ կատարել, աշխարհում ինչպիսին է ընտրական իրավունքը կարելի է սահմանափակել կամ չի կարելի սահմանափակել։ Հայաստանում տեղի ունենում շատ པարզ մի բան, որ քաղաքական որոշում է, իրավական բնույթի որոշում չի սա։ Որ ասում ախպեր ջան, իմ հետ անհամաձայն մարդկանց ընտրական իրավունքը սահմանափակում եմ։ Հասկանում եք։ Այսինքն մի բան է, որ ասենք փաստաթղթերը սխալ լինի, չգիտեմ ինչ, ասում եմ, իմ հետով համաձայն չի, ուղերձ հետա։ Ես ձեր ընտրական իրավունքը սահմանափակում եմ։ Ինչի, որովհետև եթե դու որոշես որ գաս իշխանության դեմ քվեարկես օրինակ, մի օր, չէ՞։ Ինչ պետք է, պետք է գաս 6 ամիս շուտ Հայաստանում ապրես, որ կարողանաս քվեարկել։ Բայց ընդհանուր քաղաքական համատեքստը սրա ի՞նչն է։ Ժորժ ջան, այնա որ մենք շարունակում ենք մեր ազգին պառակտող նախագծեր, օրենքներ ընդունել։ Մենք շարունակում ենք դա անել։ Ժամանակին ընդունվել է այդ նորմը, որ օրինակ միայն Հայաստանում բնակվող մարդիկ վերջին 4 տարում կարող են լինել падգամորի տեխնացու եւ հետեւաբար վարչապետի տեխնացու, ովքեր միայն ՀՀ քաղաքացի են, այդտեղ բնականաբար հիմքեր կան, ազգային անվտանգության շահեր, նկատառումներ եւ այլն, բայց հիմա էլ եկանք հանգեցինք մեր քաղաքացիների իրավունքները սահմանափակելու, զրկելու նրանց
երկրի կառավարմանը մասնակցելու հնարավորություն, չնայած որ քաղաքացի են, չնայած որ նաև էլի բանակ գնալու պարտականությունը չի դրանից դուրս վերանում, այսինքն մարդուն պետքա տանել բանակ, բնականաբար անպայման սահմանությունն է ասում, այդտեղ չկա։ Վարժական հավաքների անպայման տանել, բայց եթե դու 6 ամիս չես ապրել Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախորդող շրջանում, մենք քեզ ասում ենք, որ դու չես կարող ընտրություններին մասնակցել։ Այսինքն անդադար շարունակաբար մենք մեր ազգի մեջ մտցնում ենք տարբերակումներ, այս երկրից ժողովրդական լեզվով ոնց բացել հուշ տանելու, հերու մնալու, այս երկրի դարդերով բացարձակապես չմտահոգվելու, այս երկրի կյանքով չապրելու, այս երկրում որևէ ձևի քեզ այս երկրի մի մասնիկը չտեսնելու համատեքստում։ Մենք Հայաստանի ներսում որ մարդկանց հարցնում եմ, ես արել եմ նման ուսումնասիրություն, մարդիկ ասում են լավ է, ճիշտ է, շատ արձագանքներ կան, հարցումներ կա տեղադրել, ասում են հա, բավոնց, այստեղ չեն ապրում, թող չքվեարկեն։ Ստեղ ապրող մարդու ռեակցիայի կոնտեքստում կարող է ես ընկալեմ դա, բայց պետական քաղաքականության, պետական քաղաքական էլիտայի մտածողության կոնտեքստում ես համարում եմ սա խնդրահարույց։ Ուրիշ տարբերակներ է պետք մտածել, ոնց քաղաքական կյանքին նրանց մասնակից դարձնելու։ Բայց անդադար օրենքներ, նորմեր ընդունել, որով մենք սահմանափակելու ենք նրանց իրավունքները, որոնք մենք նրանց դուրս ենք դնելու այս միակ հայկական պետականության կյանքի մեջ որևէ ձևի ներգրաված լինելու, ես չգիտեմ ինչ ասեմ, չեմ ընկալում։ Այսինքն մարդը ստեղ բնական ունենա, գույքարակ վճարի, եթե ինչ-որ գործունեություն է ծավալում, տարբեր հարկեր վճարի, բան, բայց որ քանի որ վերջի 6 ամիսը ստեղ չի ապրեք, մենք գտնում ենք, որ իր շահերի կենտրոնը Հայաստանը չի։ Մենք ինչքան մարդ գիտենք, որ օրինակ գնում արտագնա աշխատանքի, հաստատ այդ 6 ամսյա ժամկետը անցնում է։ 6 ամսյա ժամկետը անցնում է։ Բազմաթիվ դեպքերում, որ մարդը գնում է բանի արտագնա աշխատանքի։ Իսկ արտագնա աշխատանքի ինչի է գնում։ Լավ կյանքից է գնաց, է արտագնա աշխատանքի։ Բանը, այստեղ ամեն ինչ եղել է, աշխատանք, բան, ամեն ինչ եղել, մտեք մեր գյուղեր։ Կյանք չկա։ Ամեն անելու բան եղել է, ինքը թողել է գնացել արտագնա աշխատանքի։ Այսինքն մենք այդ ոչ մի ձևի չենք ուզում խորանանք, հասկանանք հիմքերը, բան չէ։ Մարդիկ կան, որոնք որ այս իշխանության հետ համաձայն չեն, հա, դե բարձր դրա սոուսը հետևյալն ուզում են պատերազմ լինի։ Այդ մարդիկ եկել էին, որ ուզեին, որ անպայման իրանք ուզում են պատերազմ լինի։ Այս վերջին նարատիվը այդ ձևի է, էլի։ Ով որ իշխանության դեմ է քվեարկել, պատերազմ է ուզում։ Ով որ իշխանության դեմ է քվեարկել, կաշառքով է քվեարկել, կաշառքա վերս։ Առաջորն ասին ցախ, հետո ասին չէ։ Դրանց 70%-ն է կաշառքով քվեարկել։ Եվ ես ուզում եմ վերջապես գալ այս մյուս բանին։ Ժողովուրդ, մենք ունենք իշխանություն, որը 9 տարի բացի գորգռալը, ճղճվալը, այդպես անդադար թշնամիներ որոնել, դրանց դեմ կեղծ պայքար մղելը, ուրիշ ոչ մի բանով զբաղված չի եղել։ Հիմա այդ իշխանությունն եկել է, ասում է, բա գիտեք ինչ է տեղի ունեցել։ Արտաքին միջամտություն ընտրակաշառք բաժանելով, որ մեր երկիրին տանեն նորից պատերազմի։ Բոլոր ռեֆորմները դուք արել եք եւ քաղաքական համակարգը չի առողջացել։ Բոլոր ռեֆորմները դուք արել եք եւ կարողացել եք ունենալ արդար մրցակցային ընտրական process եւ sense բաներ տեղի ունեցել։ Ինչ պրոբլեմ դուք խոսում եք, դուք ձեր դեմ եք խոսում։ Ինչ պրոբլեմ հիմա Փաշինյանը խոսում, հա? Իրա մասին է դա։ Ինքը չի եղել ուրեմն իր տեղում, որ այդ բաները կատարվել են, ինչ որ ինքը ասում է։ Ինքը իր տեղում չի եղել։ Ասում է դատարանները փողով մարդ են արդարացնում։ Լուրջ ես ասում, ածը ղեկավարը ով է։ Դու ես, չէ։ Ոստիկանության պետը ով է, էլի դու ես։ Քնչականի պետը ով է, էլի դու ես։ Բայց երկրում կաշառք են տալի արդարացում բաներ են անում, բայց դու խաբար չես։ Այդ ոնց է ալնում, որ ուզում եք ռոզիսկ տակ հայտնի օլիգարխներից, օրինակ, կամ նրանց տղեկից։ Ռոզիսկը տալիս եք երկրից դուրս գալուց հետո։ Այդ մարդուն ինֆորմացնում եք, որ գնա երկրից, բնականաբար ձրիչ եք, չէ, ինֆորմացնում, ինչ որ մեկը դե փող աշխատում։ Այդ մարդը երկրից դուրս է գալի, դուք ռոզիսկ եք տալիս։ Ոնց է 8 տարի այս նույն բանը շարունակվում է։ Ախր ոնց կարանք այսքան հազարավոր մարդկանց դնենք սենց հիմարի տեղ։ Անդադար, ասենք դուք չեք հասկանում, սա սենց է։ Նոր օրակարգ, հեղափոխական, բան, ինչ-որ։ Ու հետ գալ, ասենք բան, մենք օրենքներ կընդունենք, մենք էս կանենք, ընտրակաշառք բաժանող ուժը չի կարող ընտրություններին մասնակցի, եսի մեջ չի կարան, ինչ, եփ, ինչի մասին է այս խոսքը։ Սերունդների կյանքը գնում է։ Կյանքը գնում է, կյանքը կանգնած չի։ Կյանքը չի սպասում, որ դու բարեփոխումները երբ պետք է անես, ինչ պետք է անես։ Ինչ ասվել է, չի արվել։ Ինչ ասվել է, տապալվել է։
Եվ անդադար այս բևեռացվածությամբ, այս հակադիր քվեարկությամբ, այս արդեն երրորդ ժամկետը Նիկոլ Փաշինյանը ասում է ես եմ վարչապետ, երրորդ ժամկետով է ինքը վարչապետ։ Օպոզիցիային ես առանձին եմ անդրադառնալ։ Դեռ օպոզիցիային չեմ անդրադառնում։ Հələ դեռ խոսակցությունը գնում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ժողովրդի հետ է խոսակցությունը գնում Նիկոլ Փաշինյանի մասին, որ ժողովուրդ ջան, դուք անդադար խափվում եք։ Ձեզ անդադար խափում են, ֆռասնում են, անդադար։ Այն բոլոր մարդկանց անունները, որ ինքը տալիս է, որ իբր թե դրանց դեմ պայքարում է, այս սաղ տարիներին խորը եւ համապարփակ համագործակցություն է ունեցել։ Այս սաղ տարիներին ինչի մասին է խոսքը գնում, ինչ եմ պատմում։ Լրագրող Վահե Մակարյանն ասում է, այս մարդկանց ինչ թույլտվություններ եք տվել։ Այդ իր դեմ պայքարող էլի, դու ինքը պայքարում է։ Ընդ որում այդ իրանց ասած ապօրինի գույքի, թալանած փողերով բանով, ասում է Հայաստանում հազարավոր մարդիկ շինթույլտվություններ են ստանում։ Ասենք, ես ինչ ես խոսում, ախպեր։ Ակես կոնկրետ հարց են տալի։ Ասում են, եթե դու այդ մարդկանց դեմ պայքարում ես, եթե իրանք փողը թալանած է, այդ թալանած փողով դնում են շինարարություն անում, փողը օրինականացնում են, այդ շինարարությունով ավելի են հարստանում։ Ու քո օրոք, քո ժամանակ դուք կուրսի չեք։ Ասում ես բացառում եմ, որ մեր թիմից մեկը կաշառք լինի վեկալած։ Բայց բացառում ես ձեր թիմից մեկը կաշառք լինի վեկալած։ Ոնց են ձեր թիմակիցները անդադար հարստանում։ Մենակ պարքեավճարով կարա այդքան հարստանալ։ Բնականաբար չէ։ Ինչն ես դու բացառում։ Կամ ոնց կարաս դու ինչ որ բան բացառես։ Ինչ ես խոսում։ Ես բացառում եմ, որ իմ թիմակիցներից մեկը ընտրակաշառք վեկալած է։ Պետական փողերը փոխանցիկ հիմնադրամին, հիմնադրամը գմփցրին, փողը չկա, 30 միլիոն դոլար չկա։ Ինչ այսինքն ընտրակաշառք։ Կարող է հարց ասում են 10,000 դրամ կաշառք են վեկալ է թիմակիցները։ Միլիոնավոր դոլարների մասին է խոսակցությունը գնում։ Ժողովուրդ ջան, սա մի հատ ժամանակաշրջան է, կտրությունները չկան, ավարտվել է, բանդիմությունը վաղը կդիմի։ Այն ուժերը, որոնք դիմում են սահմանադրական դատարան, կդիմեն սահմանադրական դատարան, բայց հիմա ռեֆլեքսիայի ժամանակ է։ Պետք է սենց մի հատ մտածել, խորը մտածել, հասկանալ, որովհետև ես էլ եմ ասել, ես չեմ պատրաստվում 5 տարի համակերպվեմ այս համակարգի հետ։ Ես այս համակարգը չեմ ճանաչում։ Ինքը լեգիտիմ չի։ Եվ այս մասին խոսում է, նաև հենց ինքը Փաշինյանն ինքն էլ ասում, որ լեգիտիմ չի։ Բայց իր ձեռքում է այդ լեգիտիմության ամբողջ լծակները, որ պետք է հենց աներ, որ լեգիտիմ ձևավորվի, ինքն հենց այլա, որ լեգիտիմ չձևավորվի։ Ու մի ասում է լեգիտիմ չի։ Լուծումներն էլ են առաջարկել։ Ցրել խորհրդարանը, փորձել ձևավորել նոր լեգիտիմ խորհրդարան։ Սա ասել ենք, բայց ոչ մի բան չեն անելու։ Շարունակվելու այս 5 տարին ուզում են sense տանեն մեզ։ Ուզում են մեր երեխեքի ապագան 5 տարի քարշ տան ժողովուրդ։ Այս թուրք-ադրբեջանական process-ների մեջով sense պատտեն։ Հեմ էլ ռուսների դեմ ենք պատերազմելու այս ընթացքում նաև, եթե իմացեք։ Իմաստը։ Դրա համար եմ ասում, ես չեմ ճանաչում այս համակարգը, ես չեմ համակերպվելու, ու բոլոր են քաղաքացիներն, ովքեր չեն ճանաչում ու չեն համակերպվելու, ես այս կոչ եմ անում, կապ հաստատել մեր հետ, որ իրար հետ նստենք մտածենք, ոնց դուրս գանք այս խայտառակ իրավիճակից։ Որ ոչ թե անդադար նախագծեր բերվեն, որ հայ ժողովրդին պառակտեն, հայ ժողովրդին տարանջատեն, Լոսում ապրողին, Մոսկվայում ապրողին, Փարիզում ապրողին, Բեռլինում ապրողին մարդկանց տարբեր ձևերով այս երկրից վանեն, հուշ տանեն, այս երկիրը դառնա 2 միլիոն մարդու երկիր միայն, պլյուս դրան նաև ադրբեջանցիք են բնականաբար հավակնում այս երկրի վրա, այլ չէ, հետ process, այսինքն process, որը պատտում է հետ էս ամեն ինչը։ Բայց երկիրը դառնում է 10 միլիոն հայ մարդու երկիր, 10 միլիոն հայ մարդու երկիր, որը չի թողալու, որ այս երկիրը հանկարծ թուրք-ադրբեջանական փայ դառնա։ Էսա խոսակցությունը սրա մասին է։ Մնացած սա սուտ բաներ է, սրտից խոսակցություններ է։ Անկապ բաներ են խոսում։ Պետք է մտածենք, իրար հետ այսպես մտածենք, նստենք խոսանք։ Որ առաջին հայացքից բերեմ են մի հատ թեզ, որ նայում ես, որ հա էլի մի քիչ տրամաբանություն կա, թեզի մեջ խորանում ես, դե մարդը այդտեղ չի ապրում, խի պետք է գա ձեր ճակատագիրը, որ չի մտածում ես։ Հետո ինչքան ես խորանում, քաղաքական կոնտեքստն ես նայում, մեր ազգի անցած պատմությունը, մենք լավ օրից ենք, որ ծրված ենք սաղ աշխարհով։ Ցեղասպանություն, պատերազմներ, էթնիկ զտում, սոցիալ-տնտեսական ճգնաժամ, սով երկրում։ Ես առաջի դասարանի երկրաշարժ եմ տեսել, երկրաշարժ եղավ, քանդվեց դպրոցի մեր գլխին։ Այդ լավ օրերից են այդ մարդիկ դուս եկե գնացել։ Այս այսինքն այդ բոլոր կոնտեքստները պետք է հաշվի առնվեն։
ցանկացած օրենսդրական նախաձեռնություն ընդունելիս։ Մի քիչ կարող է խառը ստացեց մի շարք թեմաներ շոշափեցի, կփորձենք նաև առանձին կտորներով այս նյութը տարածել։ Ես խնդրում եմ տարածեք, բազմապատկեք եւ իմացեք, որ այս ինչ որ հիմա արվում է, այս ամեն ինչի հետ մենք հաշտ չենք եւ այս ամեն ինչի դեմ մենք պայքարելու ենք։ Չի նշանակա անկախ նրանից թե որքան ընտրող է գնացել ընտրական տեղամաս եւ քվեարկել մեր օգտին։ Իդեպ 207 ձայն, որ գողացվել էր մեզանից, 2 լայվ եթեր եմ արել, 207 ձայնը բերելա դրվելա տեղը։ Բերելա դրվելա տեղը։ Մեր ձայները վերականգնվել են։ Այսինքն մենք մեր ունեցած խախտումները բարձրաձայնել ենք, հետևից գնացել ենք, մեզ տված ամեն քվե բերել ենք, դրել ենք իր տեղը։ Մնացած իմաստով տեսնենք մնացած ուժերը ՍԴ եւ վարչական դատարան ուր ասես դիմում են, տեսնենք ինչա լինում։ Ես ընդհանուր չեմ վստահում այդ մարմիններին, հավատ չկա, որևէ ձևի, ես կարծում եմ անիմաստ process է, բայց հարգանքով են վերաբերվում ընդդիմադիր ուժերը, որ դիմում են, տեսնենք, կհետևենք։ Լավ մնացեք, տարածեք անպայման, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։